Ողջույն, լայնյուս գետեմ կայքի արգարժան այցելուններ։ Մենք այլ ոչ ենք որդեգրել Նիկոլ Փաշինյանի և նրա ուսապարկերի, նրա թիմակիցների, նրա կուսակցության անդամների հետ բանավիճելու, ցավոք սրտի, որևէ մեկը չի ուզում բանավեճի այդ ձևը նկատել, տեսնել, որ իսկապես մենք այլևս այլ մոտեցում ունենք։ Եվ իրենց հրավիրում ենք այդ մոտեցման շրջանակներում որոշակի բանավեճի։ Իրանք ասում են, որ իրանք հրավիրում են հանրային եթերով ընդդիմադիրներին բանավեճի, բայց ընդդիմադիրները վախենում են, չեն գալիս եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես ասեմ, որ այստեղ այսօր տաղավարում նստած են երկու անձնավորություն, Էդգար Ղազարյանը եւ Գառնիկ Իսագուլյանը, որոնք համարում են, որ իրանք ընդդիմություն են եւ որևէ վախ չունեն հանրային եթերում ցանկացած թեմայի շուրջ, ցանկացած քաղաքացիական պայմանագրի կամ քաղաքացիական պայմանագրին կամ այսօր աշխարհություններին հարող որևէ գործի հետ բանավեճի։ Իրանց նախընտրելի թեմայով, իրանց նշանակած ժամին եւ իրանց նշանակած վայրում։ Այսինքն տեղը, ժամանակը եւ զենքի տեսակը թող որոշեն իրանք, մենք պատրաստ ենք այդ բանավեճին, հենց որպեսզի այս հարցերը միշտ դրվեն մի կողմ։ Երկրորդ, ես պաշտոնապես հրապարակավ ուղերձ էի ուղարկել Հայկ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամներին եւ կառավարությանը, որ մենք ձեզ չենք հակադրվում։ Ընդհակառակը պատրաստ ենք ձեր հետ համագործակցության եւ համաձայն ենք այն նախագծերի հետ օրենսդրական, որ դուք ներկայացնում եք, հիմա զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի հետ կապված ես հայտարարել եմ, որ ես համաձայն եմ իշխանության ներկայացուցիչների հետ։ Որ եթե ինչ-որ մեկը 24 միլիոն դրամ տալիս է, ինչ-որ մեկը 18 միլիոն դրամ տալիս է, ուզում եք այդ շեմը բարձրացրեք, ուզում եք իջեցրեք, ուզում եք մի ամիսը դարձրեք 0 օր, ընդհանրապես 4 ամիս էլ պետք չի, բոլոր այդ կարգի մարդիկ, ովքեր փող կվճարեն, բանակից ազատման իրավունք ունեն։ Որևէ խնդիր, տեսեք, ես այս հարցում չեմ տեսնում։ Տարբեր փորձագետներ են խոսում, ուզում են ասել, որ բանակը ուզում են դարձնել աղքատ մարդկանց բան, բանակը ուզում են կործանել, բանակը ուզում են վերացնել, ոչ։ Ես ընդունում եմ, որ իշխանությունների այդ տեսակետը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից։ Բայց Քավլիցի առաջարկություն ունը։ Երբ որ մենք ինչ-որ մեկին իրավունք ենք տալիս, ապա նա անպայման պետք է նաեւ որոշակի պարտավորություններ ստանձնի։ Որտեղ իրավունքը առանց պարտավորության չի լինում։ Եվ եթե որևէ մեկը հայրենիքին ծառայելուց խուսափում է կամ չի խուսափում, չի ցանկանում ծառայել եւ պատրաստ է դրա համար վճարել, որտեղ ինքը հարուստ է, որտեղ ինքը լավ պաշտոնատար անձի տղա է, որտեղ ինքը չգիտեմ ինչ է, խնդիր չի, Քավլիցի, թող տա, ազատվի, բայց կա հետեւյալ պայմանը, որ մենք առաջարկում ենք, որ դա օրենսդրորեն հաստատվի։ Եթե որևէ մեկը փողով ազատվում է Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելուց, հետագայում նա որոշակի պարտավորություններ է ունենում արդեն։ Օրինակ, չի կարող ստանձնել որևէ պետական պաշտոն, չի կարող ընտրվել որևէ ընտրովի օրգանում, չի կարող։ Մարդը չի ցանկացել ծառայել իր հայրենիքին, փող է տրվել, որ ինքը ազատվի բանակից, իր փոխարեն մեկ ուրիշը գնացել է ծառայության, ուրեմն այդ մարդը այլևս իրան ամբողջ կյանքում զրկում է, որևէ պետական պաշտոն զբաղեցնելուց, հիմա վարչապետ, նախարար, փոխնախարար, վարչության պետ, որևէ ուժային կառույցում աշխատելուց, որևէ իրավապահարանում աշխատելուց, դատախազ դառնալուց, ոստիկան դառնալուց, ԱԱԾ աշխատակից դառնալուց, ինքը այլևս իրավունք պիտի չունենա ստանձնել որևէ պետական պաշտոն։ Ընդ որում, նա նաև չի կարող դասավանդել դպրոցներում, պետական բուհերում, կարա իր պապայի ռեստորանում աշխատել բուֆետչիկ, աշխատել տնօրեն,
աշխատել խոհարար, դա իրանց անձնական գործն է։ Բայց այն մարդը, որ փողով վճարում է, ազատվում է ծառայությունից, նա այլևս նորից եմ կրկնում, որևէ պետական պաշտոն չի կարող զբաղեցնել։ Իսկ եթե հետագայում, թեկուզ 50 տարեկանում, 40 տարեկանում, 30 տարեկանում հասկանում է, որ ինքը փոքր էշություն է արել, հայրիկներ, տխմարեր, փողը վճարել է իրան բանակից ազատել է, բայց ինքը հիմա ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ուզում է ընտրվել գյուղի գյուղապետ, ուզում է ընտրել համայնքապետ, ուզում է ընտրվել պատգամավոր, ուզում է դառնալ նախարար, ուզում է դառնալ վարչապետ, ուրեմն ինքը առանց այդ փողի վերադարձման իրավունքի պետք է գնա 2 տարի հայրենիքին իր ծառայությունը մատուցի, որից հետո իրավունք կստանա այլևս այդ բոլոր ասածս պաշտոնները զբաղեցնելու իրավունք կստանա։ Այսինքն այդ մարդիկ, ովքեր խուսափեն կամ փողի վճարումով չգնան բանակ, իրանք ուրեմն պետք է որոշակի արտոնություններից զրկվեն։ Իրանք իրավունք չպետք է ունենան անվճար սովորելու, իրանք իրավունք պետք է չունենան անվճար բուժվելու։ Թագարակ իրանց նկատմամբ եւ վճարը մի քանի անգամ պիտի բարձր լինի եւ բուժվելը մի քանի անգամ բարձր պիտի լինի։ Այսինքն հստակ մարդիկ իմանան, որ երբ որ իրանք գնում են հայրենիքին ծառայություն մատուցելու, որպես պարտք հայրենիքի առաջ, հայրենիքը պետությունը իրանց նկատմամբ այլևս այլ վերաբերմունք ունի։ Հիմա կասեն, որ բա մարդու իրավունքները, բա Բաբաջանյանի իրավունքը, բա Մեհրաբյանի իրավունքը, կամ Խզմալյանի իրավունքը, քավլիցի իրավունք, պաժալուստա, ինչ իրավունք եք ուզում, որ համ թալանեք, փողով ազատվեք, դուք այդ ընթացքը օգտագործեք իբր սովորեք ձեր պապաների փողերով, գնաք լավ երկրներ, հետո գաք այս խեղճ ծառայած հայրենիք վերադարձած մարդկանց գլխին վերադաս նշանակվեք կամ դառնաք գերագույն գլխավոր հրամանատար, չի կարելի։ Մարդը եթե խուսափել է հայրենիքին պարտքը տալուց, շատ բաներից պետք է զրկվի։ Իսկ նրանք, ովքեր կամովին գնում են, ծառայում են հայրենիքին, նրանք պիտի ունենան բոլոր այս պաշտոնները զբաղեցնելու անխաթար իրավունք։ Այսինքն կարող են ընտրվել, կարող են ընտրել, կարող են, նրանք էլ կարող են ընտրել։ Թող իրանց գործն է։ Իրանք պիտի ձրի բուժվեն, իրանք պիտի ուսումը իրանց համար պիտի լինի ձրի։ Հասկանում եք, իրանք պետք է օգտվեն բոլոր արտոնություններից։ Վստահ եմ այդ ժամանակ որևէ մեկը չի ասի, որ այս օրենքը գրվում է հարուստների համար, սա աղքատների բանակ է, ոչ մարդը կիմանա, ինքը թալան չի արել, ինքը բիզնեսով չի զբաղվել, ինքը ծառայել է հայրենիքին, այն մյուսը խուսափել է ծառայել, վճարել է դրա համար, այս մարդը ունի այս իրավունքները, այս մյուս մարդը այդ իրավունքները չունի։ Հայկ Սարգսյան, մենք իրար շատ լավ ճանաչում ենք։ Դու օրենքումդ, եթե մարդուն իրավունք ես վերապահում փողով ազատվել բանակից, դա մեկնաբանելով, որ իրա փոխարեն երկու ուրիշ մարդ կարա գա փողով ծառայի, մարդը չունևոր խեղճ է, իսկապես գա, որպեսզի որ էթա զոհվի, ինչ ես պորտաբույծը, հետո պաշտոններ զբաղեցնի, վարչապետ դառնա, մեր գլխին էլ քարոզներ կարդա, չէ։ Եթե ազնիվ եք ձեր մղումը ճիշտ է, ապա դուք պետք է հաշվի առնեք այս հանգամանքը եւ ուրեմն հայրենիքին կամավոր ծառայողի եւ չծառայողի միջև այո այդ առումով դնել բավականին լուրջ եւ մեծ տարբերություն։ Ու կտեսնեք, որ դրանից հետո որևէ գիտակից մարդ, որևէ հայրենիքը սիրող մարդ, իր հայրենիքին որևէ բան տալու պատրաստ մարդը չի խուսափի։ Ուզում եք դուք իրան տվեք 100 միլիոն դրամ, 100 միլիոն դոլար, ինքը կասի չէ ախպեր ջան, ես գնում եմ ծառայում եմ իմ հայրենիքին։ Ընդ որում, օրինակ սովետական միության ժամանակ Ռուսաստանում աղջիկները եթե որևէ մեկը բանակից ազատվում էր, այդ մարդու հետ ուղղակի չէին ամուսնանում։ Որտեղ համարում էին, որ եթե չի ծառայել, ուրեմն ինվալիդ է, ինվալիդի հետ չի կարելի ամուսնանալ։ Նաև աղջիկները պետք է դիրքորոշում ունենան, որ ովքեր չեն ծառայել, փողով ազատվել են, այդ մարդիկ որևէ կյանքում բանի պիտանի չեն, բացի իրաց պապաների ռեստորանի բուֆետչիկ լինելուց, եւ իրանք էլ հստակ կդիրքորոշվեն։
Եթե ուզում եք, նույնպես եմ կրկնում, խույս տալը, փախչելը բանակից էս ամեն ինչը կարգավորել, անցանք երկրորդ ֆազին։ Եկեղեցու անարատության մասին մտածող մեր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ասում են, քանի որ իրանց կանոնադրությունը խախտել է եւ կուսակրոնության այդ բանը խախտել են, նրանք պետք է ուրեմն արտաքսվեն, հրաժարական տան, նրանց պետք է գլխատեն համաձայնը, ինչ ուզում եք որոշեք։ Բայց նրանք կրոնականները, հայ-առաքելական Սուրբ եկեղեցին, որ անջատ է պետությունից, ունի իր կանոնադրությունը։ Եվ այդ կանոնադրությունը քրեական պատասխանատվություն, քրեական հետապնդում, չգիտեմ ինչեր չի պարունակում իր մեջ։ Ամենաշատը որ կարող են այդ մարդուն զրկել կրոնական գործունեությամբ զբաղվելուց։ Կառավարության համար Նիկոլ Փաշինյան, Սուրբ Գիրքը դա իրանց կառավարության ծրագիրն է, որ երբ որ իրանք դառնում են կառավարություն, ծրագիր են բերում, ազգային ժողովի պատգամավորներն են, այդ ծրագիրը ընդունում են որպես օրենք, այսինքն պարտադիր կատարման։ Եվ այստեղ եթե ծրագիրը չի կատարվում, եւ քրեական հետապնդում, եւ դուք ձեր Սուրբ Գիրքը, պարոն վարչապետ, տեսեք ես կյանքում ձեզ պարոն վարչապետ, Նիկոլ Փաշինյան չեմ ասել, հիմա ասում եմ, ու ասում եմ համաձայն եմ ձեր հետ, բայց ձեր Սուրբ Գիրքը դա կառավարության ծրագիրն է, դուք ձեր Սուրբ Գիրքը որ գրել եք Հայաստան Արցախի անվտանգության երաշխավորներ եւ այլ, ու ձեր ուսապարկերը ընդունել էին դա որպես օրենք, դուք այդ օրենքի վրա թքած ունենաք, դուք ձեր Սուրբ Գրքի վրա թքած ունենաք, եւ հիմա ձեր Սուրբ Գրքի վրա թքած ունենալով հանդերձ ընկել եք եկեղեցականների հետևից, որոնք ձեր ենթակայության տակ չէ, եւ ձեզանից անջատ է։ Այսինքն դուք թքել եք ձեր Սուրբ Գրքի վրա, ձեր Սուրբ Գիրքը ձեր համար 0 է, որտեղի տակ եք տվել, եւ ահա թե ինչու եք դուք վախենում Էդգար Ղազարյանից ու Նարեկ Մայիլյանից, որտեղ իրանք եւ ինչու էս հարց օրինակ շատերն ասում են ինչու Նիկոլը, որտեղ Նիկոլին դեմ էին տվել իր Սուրբ Գիրքը, ասում են ախպեր դու ես Գիրքը խախտել ես, եւ քո ուսապարկ լինի, ընդդիմադիր լինի, դաշնակցական լինի, չգիտեմ հանրապետական լինի, բարգավաճ լինի, չգիտեմ հայրենիք լինի, մայրենիք կուսակցություն լինի, բոլորը պարտավոր են, եթե կառավարությունը իր Սուրբ Գիրքը, որը օրենք է պարտադիր կատարման, խախտել է, այդ կառավարությունը պետք է թողնի ու ինչ լի սա։ Այսինքն ինչ կա ստեղ չհասկանալու։ Ահա թե ինչու Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մայիլյանի այս տիտանական աշխատանքը, որ իրանք անում են, որը իշխանություններին դրել է շատ ծանր վիճակի մեջ։ Պատկերացրեք, այսօր նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները, դաշնակցական պատգամավորը, որ նույն հանձնաժողովի անդամ է, որը պետք է այսօր ընդունելություն կազմակերպեր, իմանալով, որ արտահերթագրվել է նաև Էդգար Ղազարյանը, ինքը ես օդից զրույցներից եմ ասում, խնդրել է ԿՊԱ-ականին, որ դու գնա այսօր իմ փոխարեն, որ Էդգարին մեկ է դուք չեք ընդունում, ես չեմ ուզում ընդունել, տարբերակով։ Եվ այսօր էլ նորից Էդգար Ղազարյանին ուրեմն այդ հանձնաժողովի ընդունելության ժամին չեն ընդունել, որտեղ վախենում են ԿՊԱ-ականները Էդգար Ղազարյանից, որ սատանան խաչից վախենում են, ալուսարսուր կամեջները։ Եվ ահա Նիկոլը օրակարգ են ետել եկեղեցականների ուրեմն խնդիրը։ Ու դուք բոլորը գնացել եք այդ իր տված կտի վրա։ Մոռանալով ինչն է պատճառը։ Պատճառը նույնիսկ եմ կրկնում Էդգար Ղազարյանն է ու Նարեկ Մայիլյանը։ Սա դժվար է հասկանալ։ Որտեղ իրանք նույնիսկ իբրև թե կրոնով զբաղվող, իրանք սաղ կյանքը եկեղեցու նվիրվածների միջոցով կեղծ բաներ են տարածում։ Ես այսօր էլ կարդացի, ես մի քանի անգամ ասել եմ, չեմ բարանի կրկնել, հա։ Մարդ որին ճանաչում եմ մանկուց, որ իբրև իհարկե շատ ինչ կրոններով անցավ իսլամից մինչև բուդդայիզմ ու մուդդայիզմ, իբրև թե եկել է հավատի քրիստոնեական,
բայց այսօրվա իր գրածները Նիկոլին գովերգելու խոսքեր են բացառապես եւ մարդը եթե դա հələ այս թեմաների շուրջ ես ցայն իրավունքը տամ պարոն Ղազարյանին, որ չխառնվի էլի, ոչ հետո նորից կվերադառնամ այդ ուրեմն մտքին, որտեղ շատ կարևոր միտք է։ Խնդրեմ, տեսեք, ասում եք չեմ, ես ասում եմ ես չեմ հավաքադրվում ձեզ։ Անցկացնում եք այս զինապահության, զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենք համաձայն եմ, բայց ախպեր, եթե այդ մարդուն փողոց ազատվելու իրավունք եք տվել, ուրեմն մյուսը որ գնում է հայրենիքին կամովին ծառայելու, ես սա փողով ընդեղից ազատվում է, վաղը դրան պետական պաշտոն տա։ Վաղը ուրիշ բան, եթե մարդը հիվանդության պատճառով, ուսման պատճառով, հա, տաղանդ է մարդը, չի ծառայել հայրենիքին, որտեղ այդով է ծառայել։ Հա, կամ այդով է ծառայել։ Այդով է ծառայել։ Դա քալուց ես դրանց մասին, որտեղ ինձ հարց էին տվել, օրինակ ունենք փայլուն գիտնականներ, սպորտսմեններ, քալուցի։ Ստեղծեք, ոչ մի խնդիր չկա։ Սպորտսմենները սպորտ ռոտ կա, նա դե գիտնական ռոտ թող ստեղծեն, այդ գիտնականներին չկտրեն իրանց ուսումից, բայց ինքը համարվի զինվորական ծառայության մեջ եւ իր բանի մեջ նաեւ ռազմական եւ այլ կարգի խնդիրներ թող լուծեն։ Այսինքն այդ բոլոր այն մանր բաները որ փորձում են դրանով ասել որ չէ դրանց բոլորի լուծումները մեկ տողի վրա կարելի է գրել։ Ես ճիշտ ասած այդ հարցում ձեր հետ տարակարծություն ունեմ, որովհետև պետական պաշտոնի հանգամանք եք դուք նշում, որ հետագայում նա միայն պետական պաշտոն չպիտի զբաղեցնի, պետական պաշտոնը միշտ չի, որ ամենագերավիչ աշխատանքն ու պաշտոնն է, դե մարդը ասեք պետականով ասում, որ պիտի մարդը ընդհանրապես պետական պաշտոն զբաղեցնի, լինի քաղծառայող կամ հանրային ծառայող։ Մասնավոր ոլորտում կար աշխատի, ավելի շատ վաստակ ունենա, ավելի շատ հնարավորություն ունենա։ Դրա համար էդի որպես սահմանափակում դնել նման դեպքերի համար կարծում եմ հիմնավոր չի եւ միայն նյութական գործոնը բավարար չի մարդկանց տարբերակելու, այ օրինակ իրանց ունակությունները, ասենք, եթե կա մի երևելի տաղանդավոր երիտասարդ երաժիշտ, որի զինվորական ծառայության մեջ իր ֆիզիկական տվյալների կարողությունները ավելի պակաս օգտակար կլինեն հայրենիքին ծառայություններ մատուցելու համար, քան հեղինակավոր նվագախմբերում նվագելը եւ այլն, նման մոտեցումներ արտոնություններ ցուցաբերելու խելամիտ են, բայց ասենք միայն այն բանի համար, որ ես փող ունեմ, ուրիշը փող չունի, ես դրանով պայմանավորված մեծ սոցիալական դիրքով պայմանավորված արտոնություն ունենա մարդը, ես կարծում եմ դա անարդարություն է իր մեջ։ Հետագայում դու կյանքում հետագայում չի, մենակ պետական պաշտոն եք ասում, դա մոտիվացիա չի։ Գնա, ռեստորանի բուֆետչիկ աշխատի, դա իր սեփական գործների չկա։ Պետական պաշտոնը ինչ մի պաշտոն է, որ դրա համար է դա մոտիվացիա լինի։ Բացի դրանից ստեմատորի հանգամանքը կա։ Կարող մի շատ կարևոր հանգամանք կա։ Մարդը հայրենիքին չի ծառայում, բայց ուզում է հայրենիքը ղեկավարի։ Հայրենիքի ինչ-որ մասնաճյուղ ղեկավարի։ Չէ, ինքը հավատացեք, որ այդ դեպքում եւ օրենքները հայրենիքի ծառայությունը զինվորական ծառայությամբ չի սահմանափակում, հայրենիքին այնքան զինվորա, հիմա ասեք թե Սուրեն Պապիկյանը գնացել է զինվորական ծառայության, բայց ծառայության ընթացքում իր սպային դանակահարել է, հանցագործությունը դատել են։ Հիմա ուզում ասեմ, բանակ գնալը միայն զինվորական ծառայության ինքը եթե այդ օրենքը լիներ, այսօր չէր կարա պետական պաշտոն զբաղեցնել։ Նիկոլը դատվելուց հետո եթե դու բանակով հանցագործություն ես կատարում բանակի դեմ ու դատվում ես, նույն պատիժն ունես, տարբերություն, նշանակում է դու չես ծառայում։ Այստեղ նաև մի ուրիշ կարևոր հանգամանք է կա, թե ով է օրենքի նախագծի հեղինակը եւ ինչ հանգամանքներում են ընդունում։ Սրանց իրական նպատակը եւ միանգամից երկու խնդիր լուծելն է։ Կեղեքել մեր ժողովրդին, այսինքն լրացուցիչ թալանել են մարդկանց, ովքեր որ քիչ թե շատ մի քիչ ապահոված են, իրենց երեխաների հետ կապված ծնողական նուրբ զգացմունքները շահարկելով, որովհետեւ ցանկացած զավակել, եթե գիտի, որ իր հայրը մի քիչ նյութապես հնարավորությունի կամ կարային տունը ծախեն եւ այլն, ակնկալելի է դա իր ծնողից, սա շատ վատ հարաբերություններ առաջացնելու նաեւ զավակների եւ ծնողների հետ փոխհարաբերություններում եւ այլն։ Իսկ նպատակը մարդկանց ունեցվածքը իրանց ձեռից առնելն է, թալանել, կեղեքելն է, հիմնական նպատակը, եւ երկրորդ նպատակը բանակը քանդելն է։ Ասենք կարևոր է էլի թե ովքեր են այդ օրենքի նախագիծը հեղինակում եւ որ ժամանակաշրջանում։ Իսկ երկու բան են ասում. բանակ մի գնացեք, փողեր տվեք մեզ, իրանք տանեն այդ փողերն ուտեն։ Հետևաբար այդ կարգի իշխանությունը, որ կոռուպցիոն է իր բնույթով եւ հակադիր է մեր պետության շահերին, բանակի շահերին, չի կարող ազնիվ գտնվել իր նպատակադրումների մեջ։ Դրա համար պետք է շիշ բռնողին առաջարկենք, որ ինքը ուրիշ բան բռնի, քան փող բռնելն է։
այս գործի մեջ, որտեղ իր նպատակը ինքը դրանից առաջ էլ է մի հատ օրենքի նախագիծ հեղինակ է, որը վերաբերում էր արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին, հետախուզման մեջ գտնվող, այդ օրենքը ընդունեցին, ասում է բեր փողերը դու, ոչինչ որ բեր փողը դու, որ ինքը դառնա Կիպրոսում հարսանիքի քավոր տան այդ փողերը շարի մի հատ թրի վրա։ Այդ է իրանց իրական նպատակը։ Մեկը իրան օրենք անցկացնելու են այս տարբերակով, չէ։ Հիմա դու հակատրվում ես, ոչ մի ալտերնատիվ բան չառաջարկում։ Ալտերնատիվը առաջարկում եմ, ալտերնատիվը հակառակը պետք է լինի, որ անկախ հիվանդություններից, անկախ բաներից բոլոր քաղաքացիներն էլ պետք է տանեն զինվորական ծառայության, ամեն մեկին համար իր ծառայության ճիշտ ձևը գտնեն։ Այսինքն եթե մարդը որևէ առողջական խնդիրներ ունի եւ այլն, ինքը մարտական հերթապահության ի վիճակի չի անցկացնելու, ընդհանուր տեսողությունը լավ չի, կարա ընդհանրենք տնտեսական մասում նույնը կա։ Հա։ Դες որ ես կարծում եմ որ բանակի նկատմամբ մոտ բանավատերի իր առաջարկած մոտեցումները մի ամիս ծառայություն, սանատորիա ինչ է մի ամիս ծառայությունը որն է զինվորական ծառայությունը դուք Դա հաստատիցնից լավ գիտեք, դա ուսումնական պլան է, դա տեղանքին ծանոթանալ է, բարեհոգեբանական պատրաստվածություն է, ուսումնական տարիներ գոյություն են բանակում, ըստ դրա ուսումնական ծրագիր են անցնում, զինվորական մասնագիտություն են ձեռք բերում, մեկը դառնում է հրետանավոր, մեկը տանկիստ, մեկը կապավոր, մեկը հետևակ, մեկը օդաչ։ Ոնց կարաս դու մի ամիս հետ ասի ինչ մասնագիտություն պիտի ձեռք բերես, ինչ պիտի անես։ Ոչ եմ գրում, ախր տեսեք, այսինքն դրա այդ գաղափարախոսությունը լրիվ շեղված է իրական։ Եթե այդ գաղափարախոսության դու դնում ես, որ այդ մարդը այլևս պետական որևէ պաշտոն չի կարող, նորից ասպեկ ուժային որևէ կառույցում չի կարող, իրավապահ մարմիններում չի կարող լինել, չի կարող լինել դասախոս ու դասատու, այդ մարդը ամենացածը վաստակում։ Դու գնա ինչքան ուզում ես վաստակի։ Մեկը այդ մարդիկ ովքեր վաստակում են, էլի վաստակում են, էլի չեն ծառայում, բայց հետո այդում են իրանք պաշտոնի դու իրանց մոտ ստրուկ ես աշխատում։ Բայց գոնե օրենսդրոներ ես պարագայում, ընդորում է սա արդար մոտեցում է։ Չես ծառայում, խնդիր չկա, մի ծառայի։ Չէ, Ընդհանրապես կարող ասեմ 1000 դրամով էլ ուզում ես ազատվի։ Բայց դրանից հետո դու այս սահմանափակումներ, եթե ուզում եք ազգ դառնա, մարդը պետք է հասկանա, որ եթե ինքը հայրենիքին չի ծառայում, ինքը ոչ մի պաշտոն, ոչ մի թող այդ հոր ռեստորանում դիրեկտոր աշխատի, թող այդ աշխատի, ջահանամը չաշխատի։ Բայց քանի որ այսօր, եթե ես նայել եմ, չէ, ամբողջ, նախքին կներեք, ձեզ նկատի չունեմ, դու խելացի մարդ ես։ Տեսեք, շարժումը ովքեր սկսեցին։ Շարքային մարդիկ շատ էր։ Որոնք ոչինչ չունեին այս կյանքում։ Չարքաշ մարդիկ, ովքեր վերջում իշխանության տեր դարձան, նախին կոմունիստների երեխեքը, նախին կոմսոմոլի ղեկավարները, նախին կոմունիստական ղեկավարները եւ այլ։ Պարոն Իսակյան, հայրենիքի ծառայությունը միայն զինվորական ծառայություն, հենց նույնիսկ ամենաառաջինը դա զինվորական ծառայությունը։ Ներողություն, դու գիտական ես, զբաղվի գիտությանն է։ Սա այս օրենքը, եւ որ դու ասում ես, այս ցախ կարգավորել այնքան էշտ է։ Մենք ասում ենք, քանի որ ինտեղ գիտական է պիտի չծառայի, կարող է երեխեն ուզում է ծառայի արա։ Ինչի չծառայի։ Մենք ասում ենք, այն երեխեն սպորտսմենը մարդ ուզում է ծառայի արա։ Զինվորական ծառայությունը իհարկե պետական ծառայություններից ամենապատվաբերն է, բայց մենք էլի հիմա չի հարուստի տղեն չի ծառայում։ Բայց հարուստի տղեն դառնում է քաղաքապետ, դառնում է վարչապետ, դառնում է չգիտեմ ինչ։ Ոնց կարելի է թույլ տալ։ Լավ, բերեք ամենքս մենակ մեր կարծիքին այդ հարցում։ Չէ, հիմնավորենք, ես կարծիքի հիմնավորում եմ։ Դե հիմնավորում եք ինձ հետ գործ չունես։ Ինձ համար այդ ռեստորանում բան աշխատի, ուզում ես հավաքարար աշխատի, ուզում ես դիրեկտոր։ Իսկ ինչ վերաբերում է կառավարության ծրագրի հետ կապված ձեր դիտարկումներին, այստեղ ես մի բանում պիտի հավելեմ ձեր ասածին։ Դուք ասացիք, որ կառավարության ծրագիր ազգային ժողովը ընդունում է, դա օրենք է եւ պարտադիր է կատարման համար։ Դա պարտադիր է կատարման համար, բայց օրենք չի, ավելին է, քան օրենքը։ Որովհետեւ ազգային ժողովը կարող է նաեւ օրենքը չընդունի։ Չէ, ասենք բերում են օրի մասին, օրինակ դուք ներկայացնում եք օրենքի նախագիծ, կարա դա դրվի քվեարկության եւ չընդունվի։ Դրանից ազգային ժողովը չի լուծարվում։ Շարունակում է գործել քննարկել այլ օրենքները։ Կառավարության գործունեության ծրագիրը այն աստիճանի կարևոր փաստաթուղթ է, որ եթե ազգային ժողովը դա չվավերացած, ազգային ժողովը լուծարվում է։ Այսինքն օրենք կարա չընդունի, բայց եթե կառավարության ծրագիր չընդունեց, ազգային ժողովն է լուծարվում։ Այդ աստիճանի կարևոր է։ Հիմա ինչի համար է կարևոր։ Կարևոր է, որ ոչ միայն ընդունվի, այլ կատարվի, չէ՞, եթե պիտի չկատարվեր, ընդունելու իմաստը ո՞րն է։ Հենա չէին ընդունի, չէ՞։
Նորին համաձայն։ Այսինքն այն աստիճանի կարևոր է, ավելին է, քան օրենքը։ Հիմա եթե ազգային ժողովը այն ծրագիրը, որ հիմա գոյություն ունի, 21-20, այդ որ իմ սուկայի մեջ դրած, ա որ այդ ազգային ժողովը ինչ չեն ընդունում։ Այդ ծրագիրը, եթե ազգային ժողովը հավանություն չտար, այդ մարդիկ, ովքեր այսօր ինչ չեն ընդունում։ Այն վաղտե չէին ընդունել, որտեղ իրանք պատգամավոր չէին լինի, կլուծարվեր այդ ազգային ժողովը։ Բայց այսօր ես գնացել եմ ասեմ, պարոն Իշխան Սաղաթելյան, որ չերեք է։ Դուք ասեք ինքը ասել է, որ բանը գա, ԿՊ-ից ես չեմ կարծում, որ ինքն ասել, որ ԿՊ-ականը գա։ Խոսակցություն։ Չէ, իմ կարծիքով սենց է եղել, նախատեսված էր, որ ինքը պետք է գա ընդունելության։ Երևի իմանալով, որ ես տենց եմ ենթադրում, ես էլ եմ ենթադրություն, այլ քաղաքացիներ ամենայն դեպս, որ գրանցվել են ընդունելության, իրանց տեղեկացվել է, որ ընդունելություն անցկացնելու է Իշխան Սաղաթելյանը, բայց ինքը չէր եկել։ Նշանակում է զանգի ասել է, ես չեմ գալի, դե ինչ-որ մեկը պիտի գնա, ԿՊ-ական ուրիշ պատգամավոր է հանրաժողովի նախագահ ուղարկե։ Ըլեր ԿՊ-ից եկել է ինչի ընդունել, այսինքն արդյունքում ստացվեց, որ ինձ ոչ Իշխան Սաղաթելյանը ընդունեց, ոչ էլ Նարեկ Ղարամանյանը։ Հարցը չի։ Հիմա ասենք, ենթադրենք այդ ծրագիրը, որ հավանության չարժանար, այսօր ոչ Իշխան Սաղաթելյանը կլներ պատգամավոր, ոչ Նարեկ Ղարամանյանը։ Որտեվ ազգային ժողովը կլուծարվեր։ Բայց ասում եմ հարգարժան Նարեկ Ղարամանյան, եթե գար իհարկե հանդիպան, բայց դու պատգամավոր ես հիմա, այդ կարգավիճակ ունես, որովհետև այս ծրագիրը կա։ Բա որ կա, պիտի կատարվի, չէ։ Կատարման պատասխանատուն վարչապետն է, հսկողը դու պիտի հսկես կառավարությանը, որ կատարի։ Եթե հսկում ես ու չի կատարում, ինչ պիտի անես։ Մեր սահմանադրությունը գրել է անվստահություն հայտնես վարչապետին, պարզ բան։ Հիմա այդ պարզ հարցադրումն անում ենք, ասում է, մեկը ԿՊ-ը չի անի, այս մեկը Հայաստան դաշինքից ասում է, գնա 8 ստորագրություն բեր, գնա Մարտբեր փողոցում, այն մեկը պատեհոն է դաշինքից է, ասում է, մենք լավ բան ենք ասում, բայց դեռ մենք թեկնածություն ենք, այ քեզ բան, ու սահմանում է պատգամավոր։ Կառավարության ծրագիրն չի կատարվում, եկել է սահմանադրական ուղղությամբ շեղվել է։ Դες բան չի կարալնի։ Դες բան չի կարալ։ Մենք ասում ենք, անլուրջ է հիմա իմպիչմենտի մասին խոսելը։ Մենք ռեալ պոլիտիկներ ենք, մենք իրատեսներ ենք։ Ինչ իրատես, այ բարդ, օրենք գոյություն ունի, սահմանադրություն ունի, երկիրը կարգ ունի։ Ծիծաղելին որնա, անծիծաղելին որնա, լուրջը որնա, օրենք կա, սահմանադրություն կա, դրանով պիտի, բայց եթե պիտի մենք սահմանադրությամբ չառաջնորդենք, սահմանադրությունը չենք գրել։ Այս սահմանադրությունը չենք ընդունել։ Հենա որդ խելքը ինչ փչի է դել կլեմ at ինտերվյու կտա, կասեք էսի լուրջ է, այնի անլուրջ է։ Էսի իրատեսական է, այնի անիրատեսական է։ Ինչ անենք ինչա գրած սահմանադրությամբ։ Իրանց պարտականությունները չեն կատարում։ Ուրեմն այդ մեկնաբանություններ են տալ իրանց խելքով։ Մենք էլ իրանց խելքին ենք, լսենք ասենք, հա, դե այս մարդը նախագահ է եղել, այս մարդն նախարար է եղել, այս մարդն էլ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետ է եղել։ Եթե այդպես ասեմ, ուրեմն ճիշտ է դա էլի։ Նիկոլի մոտ մարզպետ է եղել, հենց այնպես չի ասի։ Հենց այնպես ասում։ Ու ինչքան էլ ուզում ես խուսափի, ու ինչ ես փախնելու։ Ինչքան պետք է փախնեք։ Դե մի տարի մնաց էլի, բան չմնաց։ Չեն կարա փախնեն։ Մեր հետո մի տարի որ գնաց ինչ են անելու։ Բելի նորից։ Այդ Իշխան Սաղաթելյանը գալու է նախընտրական միտեղ հանդիպման։ Հա։ Բայց Ղազարը գալ չի թալուն, դե։ Դրանց կանեն որ չի լի։ Այդ Նարեկը Ղարամանյան չի գնալու նախընտրական հանդիպման։ Կապանում։ Ղազարը գալը չի լինելու ընդ է։ Բայց դեռ այսօրվա իրադարձություն ասելու արիստ է։ Այսօր ամսի նախընտրական է եկել, չէ՞։ Հունիսի 5-ին ուր էիր։ Այն աշխատակցությունն ինչի է ասած Նարեկ Ղարամանյանը ձեզ հետ չի հանդիպելու, պարոն Ղազարյան։ Կարող է տորնե քեզ չթողնեն հանդիպում։ Ոչ թողնեն։ Ախրանան չթողնեն։ Դե ինչ Նարեկ Ղարամանյանին ինչ ախրանա բախտորան։ Չէ, ուղարկեն, որ իմանան դուք ով եք։ Դե իմ ասեք նշանակում է ես երկիրը ինձ է, էլի։ Այս երկրում դու ես կառավարում։ Նենց որ բոլորի քայլերի հիմնական բանի պատճառը դու ես մեր։ Հետո ասելու ես, չէ՞ Նարեկ Ղարամանյան, դու ընտրվել ես պատգամավոր, որ քաղաքացիներին ծառայես, չէ՞։ Բայց քաղաքացին քո ասած օրը գրանցվել եկել ընդունելությանը, չի չես ընդունել։ Հիմա էլ ես ուզում դառնաս պատգամավոր, էլի չընդունես կա։ Այսինքն հիմա եկել ես մեզնից քվե ես ուզում, հիմա դու ես եկել մեր դուռը։ Որպեսզի մենք քեզ քվե տանք, հետո դու գնաս մեր դեմ իշխանություն բանացնես։ Ալենը Սիմոնյան ասում է բանը։ Եկեղեցականները ասում ծառայողները դրանք ով են բան որոշեն։ Իրենք պիտի թողնեն իրենց ծառայությունները մատուցեն, ծառայություն մատուցող են։
Եկեղեցականի ծառայություն մատուցելը գիտես, քոնը չգիտես, բա դու ով ես։ Դու մեր շեյխն ես, ասենք, հա, էմիրն ես դու մեր։ Ասենք ծնվել ենք դու մորիցը ժառանգություն ես ստացես երկիրը, ոնց ուզես դա այդ երկիրը կա, դու ես ծառայող։ Դու քո պարտականություններն ունես։ Ուրիշների պարտականությունների մասին գիտեք, բայց ձեր պարտականությունների մասին չգիտեք, բա դուք ինչ պիտի անեք։ Եթե իրենք չգիտեն, մենք շատ լավ գիտենք իրենց պարտականությունը, դրանից փախնելու տեղ չունեն։ Հեսա, երկշաբթի օրը, եթե ժողովուրդը կուզենան, թող իրանք զանգեն, գրանցվեն, հետս գա միասին գնանք, ավելի հետաքրքիր կլինի։ Ժամը 14:00 ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան։ Հենց հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին, այսօր ուրբաթ է, երկշաբթի օրը առավոտը զանգել, ազգային ժողովի կայքում հեռախոսահամարներ կա։ Զանգել ասել գրանցում ենք Ռուբեն Ռուբինյանի մոտ ընդունելության։ Ժամ 2-ին գա միասին գնանք ընդունելության։ Դրանք ուր են փախնում դրանք։ Թող մերժի, հենա, այսօր էլ իրիկունը գնալ եմ, հաղորդում դատախազություն գրեմ։ 9-րդն է արդեն։ 9 հատ հաղորդում կա։ Այդ ԿՊ-ի հիմա եթե դատախազը նորմալ իր պարտականությունները կատարի, դե մեր դատախազը կատարի, լավ, մեր դատախազը գիտեք։ Անանա Վարդապետյան, ուժեղա։ Այս պատգամավորի լազությունը դադարեցվելու է։ Հիմա նա պետք է գա ազգային ժողով միջնորդություն ներկայացնի, որ սրանց անձեռնմխելությունից զրկեն ու վարույթ նախաձեռնեն, չէ՞, մեղադրանք պետք է առաջադրվի։ Ես քրեական օրենսգրքով իրանց դեմ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Սա ԿՊ-ի խմբակցությունը ես եմ մաքրելու, սանիտարական հատում եմ սկսեն դե։ Նրանք նախընտրում են եթե նստեն դատախազի առաջ, քննիչի առաջ, քանց թե իմ, հասկանում եք, ասեք իրանց համար ավելի լավ է եթե դատվեն։ Քանց թե 15 օրենքով 15 րոպե է ամենաշատը մի օգուն ընդունելություն։ Այսինքն այնով որ գայթի մետ իմ հետ ընդունելության, այս մեջ եթե ինչքան է մի ժամա, չէ՞։ Այնի 15 րոպե է։ 15 րոպեից ավել չկարա լինի։ Ես էլ պարզա, չէ, ոչ ծեծելու եմ, ոչ ակաժներն եմ քա, հիմա ասենք այսօր այդ Ղարամանյանը որ գար։ Դրա ակաժներից չի քաշելու։ Չի վերցելու գցեմ զիբիլը։ Չի անելու։ Անկեղծ եմ ասել, մտքովս չի անցել, որ տեսնա կարելի անել։ Ոչ է կարամ ես տես ֆիզիկապես ես ուժեղը չեմ էլի, որ տես մարդուն վերցեմ, տանը գցեմ զիբիլը։ Ընդհանրապես դի խոսեմ, չէ, փաստ պիտի դնեմ այդ իրա, այդ որ դուք ասում եք այդ կառավարության ծրագիրը, սուր գիրքը, չէ՞ իրանց։ Ընդհանրապես պետք է ասեմ նարեկ ջան, թվերը գիտես, կարաս 4-րդ էջից սկսում ա մինչև 102-րդ էջ, 102 էջ է կառավարության ծրագիրը։ Մի հատ թիվ ասա աղբետ ջան, քո սրտը ո՞ր թիվն է անցնում։ Ծննդյանը թիվը ո՞րն է։ Ենթադրենք 83, աղբետ ջան, բացում ենք 83-րդ էջը։ Ասում եմ, մի հատ էլ դու հիմա ու եթե նա մեր ժողովուրդը նստածա, չէ՞ որ գնամ ես խնդրել եմ որ լրագրողներն են գան, էլի։ Ասեմ էլ մատ 83-րդ էջը կարդամ եք տենակ ինչ է գրած այդ 83 էջը։ Որ ուզում ալի ոչ մի էջի կատարած, ոչ մի ծրագիր կատարած, ոչ մի դրույթ կառավարության ծրագրի կատարած չեմ դե զարխային խոսում։ Որտեղ կարդացել եմ, ոչ մեկ կատարած չի։ Բայց հիմա եթե դա կատարած չի, դու պատգամավորես, որտեղ այս ծրագիրը կա, եթե չվավերացնեիք, դուք պատգամավոր չէիք ելնելու։ Հիմա որ պատգամավորես, ի՞նչ պիտի անես, եթե ծրագիրը չի կատարվում։ Դե ավստահություն այդնիկ վարչապետին։ Բայց եթե կարելի է խոստում տալ ժողովրդին, խոստումը չկատարել։ Որ ասում եք, ժողովուրդը մեզ ընտրել է, մենք եթանք նորից ընտրության։ Ժողովուրդը ձեզ ինչի համար ընտրել։ Տեսել եք Կլեչադի բան ունես, կաշտում ունես դրա համար ընտրել։ Այդ Նարեկ Ղարամանյանի մատ Կլեչադի կաշտում ունի, ես ավաղ դե հագնեմ։ Այդ կաշտումի համար խոքես չի ընտրել։ Ընտրել է, որովհետև խոստումներ եք չէ տվել ժողովրդին։ Բայց խոստումները պիտի կատարի։ Բայց եթե կարելի է խոստում տալ ու չանել, ընտրվել ինչի համար է։ Ընտրությունը ինչի համար է։ Հենա միշտ դու մնացեք դեպուտատ, այդ ձեր 69 հոգով, Նիկոլ Թոլի, վարչապետ Ալենելի ազգային ժողովի նախագահ, ինչ մտնելով այդ կանցնի կանեք։ Հենա այսօր գիտեք, չէ՞ ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ Ոչ։ Կարդամ, այդ մեր ժողովուրդը լսի։ Որ դեռ չի հասցրել վայելի։ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցում շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին եւ ադրբեջանցիներին։ Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանն ու Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամ տոնի առիթով մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, խաղաղություն եմ մաղթում Ադրբեջանին,
բարօրություն է մաղթում ու բարգավաճում մեր երկրներին եւ ժողովուրդներին, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնեմ, որ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով մայիսի 8-ին սահմանված երկրապահի օրվա առիթով ուղերձ չի եղել։ Նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարը մայիսի 8-ի առիթով ուղերձ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով սահմանված նոյեմբերի 10-ի տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորական խոսք չի եղել ոչ մի համայնքի ղեկավարի, ոչ մի հավաքանու անդամի, ոչ մի համայնքային ծառայողի, ոչ մի միջազգային տեղական կազմակերպության փորձագետի այդ ոլորտի, բայց Ադրբեջանի կրոնական տոնի կապակցությամբ զանգել է Էրդողանին իր նախաձեռնությամբ եւ ուղերձ աղել Ադրբեջանի ժողովրդին։ Էրդողանի միջոցով։ Չէ, Էրդողանին առանձին է զանգել շնորհավոր է։ Ընդ որում Էրդողանի իր հեռախոսազանգը կառավարության պաշտոնական կայքում կա, կառավարության բոլոր սոցիալական հաշիվների վրա կա, Էրդողանի կայքում չկա։ Գիտեք չէ՞, մտե նայել եմ։ Օրինակ ասենք, որ Ռուսաստանի նախագահ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցան ունենում, Ռուսաստանի նախագահի կայքում դնում են, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցան ունեցել, դատենք Նիկոլ Փաշինյանի հետ իր նախաձեռնությամբ։ Ստե համ նախաձեռնությունն է Իրանը, համ է թուրքերը շանտաժ չեն դրել, որ Էրդողանի մտա նայեցի, Էրդողանի կայքում որոնում տվեցի Փաշինյան ազգանով։ Իր ազգանով այնտեղ երկու նյութ կա։ Մեկը որ Էրդողանը հանդիպել է Փաշինյանին 22 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախ-Ադրբեջանին հանձնելու օրը, Պրահայում առանձին հանդիպեց, չէ՞, Էրդողանի հետ։ Մի հատ էլ որ Նյու Յորքում հանդիպեց Էրդողանի հետ, այն որ Էրդողանի գիրքը գրկե փալվել էր երջանկությունից քիչ էր մնում մեռներ։ Գոնե այդ վաղ մեռներ։ Այդ երկու տեղեկությունն է դրած։ Գիտեք, Էրդողանի զուգահեռել օրինակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրվել է քննչական կոմիտե հարցաքննության։ Ինքը սա կոմպլեքս է, դեսե։ Մեր եկեղեցու դեմ արշավը սկսե։ Մեր կաթողիկոսին այսօր կաթողիկոսի դեմ արշավը սկսե։ Նույն օրը մի հատ գրառումով մեր կաթողիկոսին է վիրավորում կպնում։ Մի հատ գրառումով Ադրբեջանի կրոնական տոնի առիթով շնորհավորում է։ Այս մարդու նպատակը մեզ դավանափոխանելը չի, բա ի՞նչն է։ Այսինքն սրա համար Կուրբան Բայրամը արդեն հայկական տոն է, էլի, պիտի ասիկը մենք հայերով Կուրբան Բայրամ նշենք։ Որտեղ Հայաստանի վարչապետը մեր տոների հիշատակի օրերի մասին օրենքով սահմանված տոնը չի նշում, չի հիշատակում։ Ադրբեջանում կրոնական տոնը ու Թուրքիայի ուղերձով նշում է։ Էսի դավանափոխություն չի, բա ի՞նչ է։ Դրա համար եմ ասում, մենք ինչ ենք հակադրում, եւ որ Նիկոլին ասում են դու սա վատն ես, դու կեղտոտ ես, դու քակոտ ես, կներեք այդ բառերից համար, ես, ինչ ենք առաջարկում։ Հիմա ես օրինակ երբ որ ինքը ասում է եկեղեցու եկեք, բան ասում եմ, խնդիր չի։ Դա անենք, բայց ինչև է անենք սա։ Ձեր ծրագրի որ կետն եք կատարել դուք։ Եթե ձեր ծրագիրը չկատարելու համար օրենքը նախատեսում է, որ դուք պետք է հայդե Կուրբան Բայրամ գնաց, գնաք Բայրամի։ Եվ մենք ուղղակի ասում ենք, որ ինքը վատ է անում, ինքն ասում է, ես խաղաղության համար եմ անում, որ իմ երեխեքը չզոհվեն, հայ ժողովուրդը չզոհվի սահմանի։ Չնայած հայ ժողովուրդի երեխեքը զոհվել են մենակ իր պատասխանատվական շրջանում։ Դրա համար դուք իր հետ կռվես իր ոճու։ Ինքը ասում է ուզում եմ բանակը դարձնեմ սենց։ Մեկը դարձնելու է։ Ասում ես առաջարկության որը հաստատ ամբողջ հայ ժողովրդին այսպես կդզի, բացի դրանից ովքեր չեն ուզում բանակում ծառայել։ Որ ախպեր ջան, չես ծառայում, մի ծառայի, որտեղ եթե ցանկությամբ չես գնում բանակ ծառայես, դու այս ազգին պետք չես։ Բայց ախպեր ջան, այդ դեպքում այս սահմանափակումները քո դեմ կա։ Նա ծառայում է, այս բոլոր դռները իր դեմ բաց են։ Եվ երկիրը սկսում է ղեկավարել նրանք, ովքեր սիրում են այդ երկիրը։ Եվ դա դու օրենքով ես կարգավորում։ Ու եւ որ արդեն այս երկրի ղեկավարները սա կդառնան հայրենիքը սիրողներ, ես նայել եմ։ Մեր երկիրը ղեկավարել են հիմնականում նրանք, ովքեր բանակում չեն ծառայել։
Եվ հիմա այլ պատգամավորներ են հիմնականում նրանք, ովքեր էլի բանակում չեն ծառայել։ Հասկանում եք այդ մարդիկ, որ խուսափում են, դրանք իրանց ինչ-որ ձևերով առաջ են գցում, մինչև փող են օգտագործում։ Այն խես մարդը, որ գնում է հայրենիքին ծառայելու, հետո ծառայությունից գալիս է, տեսնում է իր դեմ բոլոր դռները փակված են։ Սաղ չծառայած հարուստների տղեկը դա զբաղեցրել է։ Իսկ հարուստները մի տենչանք ունեն, իշխանություն։ Այո, որ դու օրենքով ասում ես, եթե հայրենիքից չես ծառայում, իշխանություն չես կարող ունենաս։ Իրանք բոլորը ամեն ինչ անում են, որ հայրենիքին ծառայեն։ Ու նեղել սահմանափակումներ պետք է, ով որ սահմանին է ծառայում, ինչ արտոնություններ է ունենում, ով որ թիկունքում է ծառայում, ինչ արտոնություն։ Հասկացեք, սա կարևոր է։ Սա կարևոր է։ Ես հասկանում եմ նաև քո մոտիվը, դու ասում ես, դե գիտնական մարդ կարող է լինի, երաժիշտ մարդ կարող է լինի, ակնառու է։ Այսօր հասկանալի է, եթե Արտյոմ Խաչատրյանի տղան Բագապշեն ասում, ինչ ես չգիտեմ, Մոսկվայում հայտնի դիրիժոր, դրա մոտ է նվագում, ջութակ եւ լավագույն երիտասարդ ջութակահարն է, բարձ է, որ այդ մարդը պետք է մատերը անդադ աշխատեն, ավտոմատ չկրակի։ Նռնակ չնետի, բաց այդ է, դա երևում է։ Մեկը որ հունդերգինդ է, դա բաց երևում է, դա խնդիր չի։ Դրանք մարդը լավ սպորտսմեն է, սպորտռոտ կա, որտեղ մարդը ֆուտբոլիստ է մնում է ֆուտբոլիստ, շտանգիստ է մնում է շտանգիստ, չգիտեմ ինչ է մնում է այդ ինչ։ Այսինքն այդ խնդիրները լուծված են, ավտոմատ են լուծված։ Այդտեղ է որ այլևս պորտաբույցը չի կարող այդ սպորտռոտ, տաղան չունեցող անասունը չի կարող գնա երաժշտական բանի, հասկանում եք։ Եվ տեղի կունենա շատ հստակ զատում հայրենիք սիրողների, հայրենիքի ցավացողների, հայրենիքին պատրաստ ծառայողների եւ նրանց, ովքեր ուզում են այդ հայրենիքում իշխել, հայրենիքը թալանել, հայրենիքը հարստահարել ու խեղճ մարդկանց, ովքեր թալանելու բանի շնորհք չունեն, նրանց ստորացնել։ Ես ասում եմ, այդ օրենքը նույնց անեք, որ ախպեր ջան, այդ օրենքը չաշխատի հարուստների համար, աշխատի նրանց համար, ովքեր հայրենիքին պատրաստ են կամովին ծառայելու։ Ասում եմ, հարց չկա։ Շատերը որ գրում են, տես հիմա մի հատ հավատացյալի գրառում եմ կարդում, պարոն Ղազարյան։ Դու տես այդ հավատացյալը դրան արդեն սկսել եմ անդրադառնալ, որտեղ շատ կարևոր բաներ եմ կարողանում բացահայտել, եւ որ հետեւում եմ այդ կարգի մարդկանց բանին։ Ուրեմն տես ինչ է գրում այս հավատացյալը։ Ասում է, դա արդեն նման աբսուրդի վրա հենվելով գալիս է ստանդարտ բեղադրանքը։ Փաշինյանը Արցախում զոհեց հազարավոր որդիների, ուրիշների որդիներին, իր սեփական նպատակների համար եւ այլն եւ այլն։ Իհարկե նման մեղադրանքը աստվածաբանորեն հիմնավորելու փորձը ոչ միայն անճարակ է, այլև ոչնչով չի օգնում իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Դուրս է գալիս, որ 3 միլիոնանոց հայ ժողովուրդը կարող է հանգիստ հաղթել 5 պետությունների՝ Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել, Պակիստան, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում է 300 միլիոնը, եւ միայն Նիկոլն էր, որ չթողեց, որ հաղթենք։ Հասկանալու ես։ Սա հավատացյալ է ներկայանում։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եւ այս վերջերս Նիկոլի բանից հետո Նիկոլի հետույքը պահող հանճարեղ բաներ է գրում։ Այդ են Ղափանում նիվերմագի դիրեկտորը խոչի։ Հիմա չգիտեմ Ղափանում նիվերմագի դիրեկտորը թե ինչ է։ Գիտես, օրինակ այս մարդը չի կարող լինել հավատացյալ։ Որտեղ այս մտածողությամբ, տես Ռուսաստանը, անգամ Ռուսաստանը, որ հայերի դեմ կռվել է 20 թվականին։ Մենակ Պակիստանը ունի 300 միլիոն բնակչություն։ Մենակ Պակիստանը։ Ինքը 5 պետությունների Թուրքիան 100 միլիոն, Ռուսաստանը 170 միլիոն այսօր։ Իսրայելը ինչքան, Թուրքիան բանը, Ադրբեջանն ինչքան։ Սա այլ է թվաբանությունից թույլ մարդ է։ Հիմա այս տխմարը, որ ինձ թվում է թե ինքը Աստվածաշունչը լավ գիտի, եթե այս տրամաբանությամբ գնար Դավիթի եւ Գողիաթի պատերազմը պետք է չլներ Գալիաֆ որ ասում են հայրեն Գողիաթը Դավիթը եւ Գողիաթը Դավիթը ում դեմ դուս եկավ եւ հաղթեց այսինքն այս մարդը իր տխմար ուղեղով
իրան իբր դե հավատացյալ ներկայացնելով բաներ են նկարագրում, որ Հայաստանը ոնց կարա Նիկոլն ինչ մեղք ունի 5000 զորերի մեջ։ Հասկանում եք, ոնց կարող ենք մենք 3 միլիոնով հաղթել, ուրեմն 300 միլիոնի, չնայած ասում եմ դե իրա թվարկելով 600 միլիոն է։ Այս երեխան ներում է թվականությունները զել ուրուղեղը դատարկ է։ Բայց այս մարդը կարա Դավիթ եւ Գողիաթ, հետո պատմի երեխեքին, որ տեսակ Դավիթը փուճուրիկ դուրս եկավ Գողիաթի դեմ եւ պոսոտիկով սպանեց ու հաղթեց։ Բայց այս մարդը հավատացյալ է։ Այս մարդը Նիկոլապաշտ է, կռապաշտ, կուրքապաշտ, սատանայապաշտ, բայց ներկայանում է որպես հայրաքելական սուրբ եկեղեցու հետևորդ։ Հասկանում, սենց են խաբում մարդկանց։ Մենակ 2 կոպեկ 30 արծաթ ստանալու համար, տեսեք ինչ գաղափարներ են տալիս։ Դրա համար եմ ասում, մենք ընկել ենք մի վիճակի մեջ, հիմա իրանց հետ վիճելը անիմաստ է։ Իրանց ասելով դու քանի որ փոքր ես, պետք է գլուխդ խոնարես ու ծառայի նման, ստրուկի նման բոլորին ենթարկես։ Նիկոլն էլ ինչ մեղք ուներ, ոնց կարար մենակ 600 միլիոնի հաղթեր։ Նիկոլին արդարացնելու լավագույն ձև։ Նիկոլի հետույքը մտնելու լավագույն ձև։ 30 արծաթ էլ չէ, 30 դրամի համար։ Գիտես, այս է մեր վիճակը, բան ջան, Էդգար ջան, դրա համար ես ասում եմ, որ կամ այստեղ մի հատ հանճարեղ, ուզում եմ իմանալ հոգևորականի ձեռքը դրանից առաջ որտեղ է եղել, արժի այդ ձեռքը համբուրել։ Սա որտեղ տեղացել է, որ Ալեն Սիմոնյանն էլի։ Օրինակ ինքը ուզում է, որ որտեղ եղացել է, որ նոր համբուրել։ Չգիտեմ։ Բայց դեպքում ձերտն չի ուզում 1000 տեղ։ Էրդողանի հետույքում, Ալիևի հետույքում։ Բայց դեպքում ձերտն չի ուզում 1000 տեղ կա համբուրել, հենց ձեռը համբուրի։ Ոտը թո համբուրի։ Մի քիչ վերև, հա։ Այդ իսկ միջև մա չի հասկացել, որ հոգևորականի ձեռքը չեն համբուրում, մատանին են համբուրում։ Դե հիմա որտեղ մատանին է իշխանում։ Դրա համար եմ ասում, մենք այսօր կռվում ենք ոչ թե Նիկոլի դեմ, Նիկոլը մեջների ամենահազնիվն է։ Այլ նիկոլիստների դեմ։ Օրինակ մի քիչ առաջ կարդացի, սա ներկայանում է հայ ժողովրդի մեծագույն բան, զավակ, հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, ինչու՞ թե եկեղեցական բաներ է մեկնաբանում, բայց խնդրեմ գրածի իմաստը ո՞րն է։ Որ արա Ռուսաստանը մեր դեմ կռվում էր, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, խնդրեմ ահա տխմարությունը։ Իրան ասել են ինչ ուզում ես արա 30 դրամ հետ կտակ, վրա Ռուսաստանի անունը տուր, որ ինքը մեր դեմ կռվել է, մեկ էլ Նիկոլին պաշտպանի։ Ինքը պատրաստ է դրան։ Սա հայրենիք է կծախի, ազգել կծախի, ընտանիք է կծախի։ Հիմա սա է։ Ցավոք սրտի մենք հիմա հայտնվել ենք այս վիճակում։ Դամբար Էդգար ջան, ասում եմ, եկեք ոչ թե հակադրվեք, ասել բերել եք ախպեր, բերել ես այսօր ինքը, բերել ես։ Դա ուրեմն հայրենիքին ծառայողի եւ չծառայողին փողով ազատվողի մի հատ տարանջատենք։ Եթե դու ուզում ես եկեղեցի մտնես, կուսակրոնություն զբաղվել, մի հատ օրինակ այս նույն մարդը, որ ես գրառումն արել էր, թող գրեր, որ բարոն վարչապետ, քանի որ կառավարության ծրագիրը, որ օրենք է, դու չես կատարել եւ դրա համար պիտի սալես, այ եթե գրեր դա ու գրեր սա, կասի ախպերս, մարդը արդար է։ Դրա համար եմ ասում, եկեք գուցե չհակադրվենք, այլ ասենք ախպեր, սուրբ գիրքն եք ուզում բան անել, համաձայն ենք։ Կամ նա կարգը եկեղեցական ինչ է թելադրում, համաձայն են, բայց սկզբից քո սեփական աչքի գերանը չես ուզում տեսնել, ուրիշի աչքի փուշն ես ուզում տեսնել։ Քո կինը ոչ օրենքով, ոչ զաքսով, ոչ եկեղեցով, քո կինը չի, ով է։ Կարան վատ բան ազատ աղջիկ։ Հասկանում ես։ Հիմա դա մեկ ուրիշից ուրիշ բան։ Լավ, ասենք թե աղջիկա հետ ապրում ես։ Երեխեքը վեր են եկել է։ Հերեն ովքեր են դրանց։ Չմտնել ես, չեմ ուզում մտնել այդ։ Չէ, բա ինքը մտնում է, չէ։ Դրա համար եմ ասում, երբ որ այս կարգի մարդը, բա այդ հարցի մեջ կարա մտնի այն մարդը, ով օրինավոր ընտանիքի տեր է, չէ։ Համաձայն եմ։ Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ այս կարգի մարդիկ, որ sense բաներ են գրում։
Եթե գրեին առաջ նա, հետո սա, կասեի ազնիվ են, իրանք պահանջում են, որ ախպեր համ դու հետևիր։ Ընդ որում մի դեպքում ասում են գործ ունեն կանոնադրության հետ։ Այս մարդը նույնիսկ արդարացնում է հայոց ցեղասպանությունը, ասում է դա Աստված մեզ պատժեց, որտեղ մենք շեղվել էինք մեր բանից։ Հələ մի շեմ եղավոր ենք եղել։ Ու սա կոչվում է հավատացյալ մարդ։ Ու սա իրան իրավունք է պարում ինչ-որ բաներ ասել։ Հիմա դա է, Էդգար ջան, ես ասում եմ, օրինակ այսօր ձեր դատավարությունը ինչ եղավ։ Կարող եք երկու բառով ասել մեր հանրության։ Դե դատավարությունը, դատականությունը ավարտվեց, դա տևել է ավելի քան 2.5 տարի։ Իմ նկատմամբ բռնությունը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին։ 23 թվականի հոկտեմբերի 18-ից քեզ մի տարի, 24 թվականի հոկտեմբերի 18-ից քեզ 2 տարի, 25 թվականի հունիսն ենք այսօր, 2.5 տարի է դեպքից անցել է։ Այդ գործով հələ մի մարդ պատասխանատվության չի ենթարկվում։ Այն մարդիկ, ովքեր որ իմ նկատմամբ այդ բռնությունը գործադրել են, մի ժամ անազատության մեջ չեն եղել։ Մի օր չեն ձերբակալվել, գոնե ասենք 72 ժամ ձերբակալ էին, այն էլ այն դեպքում, երբ որ անձնագործությունից հետո դիմել են փախուստի, հանրապետությունից են հետո դիմել փախուստի, հետախուզման մեջ են գտնվել, հետո բռնե բերել են, ստորագրություն են վերցրել, հետո կանչել է քննիչը հարցաքննության չի ներկայացել։ Հարց առաջանում չէ։ Այդ մարդուն չեն ձերբակալում։ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած մարդը, որը խնձորը չերեկը պետ հարցի պես, 74 տարեկան մարդը ձերբակալվել է։ Անմիջապես։ Տարել են, պահել են։ Գյումրիում 90 տարեկան տատիկների գործակոչվում։ Ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուների վստահված անձ տատիկներին ձերբակալել են։ Պատկերացնում եք։ Ավինյանի նախընտրական պլակատը ճղած կնոջը պլակատը ճղել է։ Ձերբակալել են։ Ինձ դաժանաբար ծեծած մարդկանց, որ իրանց ակնհայտ նպատակը սպանել է, կադրերը ով տեսել է գիտի, գետին ընկած մարդուն մենակ ոտով խփեն գլխին։ Դա ինչի համար են անում։ Սպանելու, չէ՞։ Մի ժամ չեն ձերբակալվել։ Հիմա բերել են դատարան, գալիս են իրանց համար նստում են։ Պատվիրատուներին բացահայտել, տես թեմա չկա, ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը, իսկի չի ուզում դրան անդրադառնա։ Մենակ իրագործողներն են, հոդվածներ դրել են ընդամենը թե մարմնական վնասվածք։ Ոչ խնդիրներ ունեմ ես իրանց հետ, ոչ առողջ, ոչ ասենք միտեղ ելնումա վեճա, չէ՞, հարսանիք տեղ ելնում են, խմում են, լնում են, իրար հետ վիճում են, կռվում են մեկը մեկին, խփումա, չափալաղում, ալմա թե մարմնական։ Տես բանը չի էլի, ասենք ես իմ համար վարսավերանից եկել եմ, տու մեր շենքի բակում դարանակալ են, սպասել են, իսկ գցել են ոտի տակ ջարդել են, էլ գնացել են։ Ոչ նյութական խնդիր է, ոչ գույքային խնդիր է, ոչ ֆինանսական խնդիր է, ոչ անձնական խնդիր է, ոչ վեճի են բռնվել, հետո իրար չենք հասկացել։ Ու հիմա այս մեր արդարադատության համակարգը դատավոր իր համար սառը հանգիստ, դատախազը հանգիստ, թե վարնական վնասվածք է եղել։ Որ ասում ծանր կլներ են վնասվածքը, եթե ասենք տեսողությունդ կորցրածելներ, լսողությունդ կորցրածելներ, շարժունակությունդ դա համարվում ծանր։ Ասում այդ իրանց հետևանքն է, որ չեն հասցրել, չէ՞ իրանց նպատակ իրա, որտեղ մարդը եկածողներ վկա եկել է դատարանը վկայությունա տված մեջ չգայք սպանեին։ Որովհետև մեկը դե գործ էր անում, ասած մարդ են ծեծում, սպանում են, այսինքն անաչառ դիտորդ կողքից նայել է, հասկացել է, որ դա սպան։ Քննչական կոմիտեն այդ վիդեոն դրել է ինտերնետ, YouTube-ը հեռացրել է, ասում է չի կարելի այս կադրը հրապարակել։ Թե մարմնական ինչ է էլ որ։ Պարզը չէ, որ դա պայմանավորված է հիմա դատաքննությունը ավարտվել է, ամսի 18-ին դատանը վճիռը հրապարակի, կտենակ ինչ վճիռ կայացնի։ Այո, ծանր է Հիպոկրատի գլխարկը։ Դե ինչ ասեմ, ցավոք սրտի մենք նման իրավիճակում ենք ապրում։ Դրա համար ես ասում եմ, գործե տակտիկան փոխել, գործե ձևը, որտեղ հիմա Նիկոլը օրակարգ է թելադրում։
ու բոլորը գնում են այդ օրակարգի վրա։ Միակ օրակարգը, որի քիչ թելադրում որն է, Impeachment-ի օրակարգը։ երկրորդը Եվ դրա պատճառով ինքը բոլորի ուշադրությունը շեղեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր կապ չունի վերադառնալու։ Բայց սա ողբերգություն է, բայց ինչ արած, այս ողբերգությանը ինչքան կարելի է դիմանալ, պարոն Էդգար Ղազարյան։ Չգիտեմ։ Դիմանալու չի, շատ ենք ուշացրի։ Այսինքն հույս չկա, որ Կա ոչ չկա։ Ոչ չկա։ Ամեն ինչ կարա շատ արագ տևի։ հույս ունենանք, այդ լավ հույսով էլ, քանի որ Էդգար Ղազարյանը հոգնած է այսօր, քանի ժամ է ճառասել, Դե այսօր միայն դատարանը չէ, այսօր ազգային ժողով եմ գնացել առավոտյան այդ ընդունելությունը, որ չի կայացել, նկարահանումներ եմ ունեցել ու դատական նիստ։ Ինչպես ասում է Լուսինե Հայրապետյանը, ձեզ որտեղից այդքան էներ։ Դե ինչ անենք, Ժողովուրդ ջան, սա է իրավիճակը։ Հիմա մենք գնում ենք մեկ այլ ճանապարհով։ Ես տեսեք երբեք որևէ մեկի ասած Facebook-յան գրառում ուշադրություն չի դարձնում։ Հիմա էլ չեմ ուզում դարձնել, հավատացեք, որտեղ դա հաճ բան է։ Բայց դու ապշում ես, ոնց են մարդիկ դեռ օգտագործում իրենց ունակությունները, հնարավորությունները արդարացնելու մի գործունեություն, որը այս ազգին տանում է կործանման։ Ու դա ներկայացնում է քրիստոնեության տեսանկյունից։ Ու դա ներկայացնում են, որ իրանք ձգտում են անաղարտության։ Ուշքի եկեք։ Մնաք բարյավ, կհանդիպենք երկու շաբաթ։